Բարի լույս, ուրեմն այսօր արդեն փետրվարի 26-ը ու մի ամբողջ օր մեր մոտ տիպիկ կոչվածն է անում, բուկ, բորան, այս հենց վերցնում, շպրտում, լցնում, աստիճանների վրա, ստեղ, ընդեղ ու մի խոսքով ու քամի ու էլի քամի, անդադար քամի, հլա, ինչ արը, մենք հո մաքրել էինք, բայց, հլա նայեք, թե այս ինչ կարգի, ստեղից վերցրել անդեղ շպրտել, ընդեղից վերցրել, ընդեղ շպրտել, դե եղանակն է ձևյա, այս որտեղից բայց կաթած, այս հենց, ես այս տարածքս լավ մաքրել էի, այս հատվածը որ լավ մաքրել էի, բայց տեսնում եք ինչա կատարվում, ու քամին պոկմա, ասաց մեր լողեցիներին, ասել եմ չէ, այս վերև ներքևի էսը չեմ սիրում, ստեղ փոխնորդն եմ բերում լվանալու, դատարկապս է, մի խոսքով իջնենք ներքև, դեմքով ձեզ ասեմ, բարի լույս սիրելիներս, բարի լույս հարավատներս, ինչպես եք, իմ տրամադրությունը բարձր է, որովհետև օրերն են մոտենում, ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար առաջին գործողությունը, որ ես ուզում եմ անեմ, սիրելիներ ջան, ջուր դնեմ, որ մի հատ լավ ջուր խմեմ, որովհետև արդեն իսկ այնքան եմ սովորել, որ մի քիչ ուշանում է, ես այդ ջրի պահանջը զգում եմ, ինձ քանի ջրից ենք խոսում, մի հատ ջրից խոսանք, ինձ իմ հետևորդուհիներից Ռուզաննան ասում է, այդ ջան, ես էլ եմ առողջ ապրելակերպի անցել, ես հնարավորինս եմ անցել, սենց 100%-անոց չեմ անցել, բայց մի 70-ը փորձում եմ առողջ ապրելակերպին հետևեմ, որովհետև արդյունքը շատ ակնհայտ է, կհիշեք իմ այս բլուզը, որ ինձ նվիրել էր իմ քույրը, իմ մանուշակը, շարելվեց բենայեք, ճիշտ է ինքը թույլիկ էր, բայց այսքան թույլիկ չէր, հելա ինչքան ինքը թուլացել է, ես դրանից շատ ուրախ եմ, այսօր սրա հետ համադրել եմ այս տաբատը, ինքը ջինսի է ու շատ սիրուն ու ինձ էլ շատ սազում է, հիմա ասեմ, ինձ ասում է ջուր ես խմում, հետո չայ, հետո 2 ձու, ոչ, արթնանում եմ, ջուրս խմում եմ, որպես նախաճաշ կվերցնեմ, օրինակի համար կամ 2 նրբաբլիթ, մի փոքր աղցան, պարտադիր աղցանը հետը, կամ մի քիչ գրեչկա, թեկուզ մակարոն, երեկ ես էփել էի մակարոնով ապուր, տեսեք սպիտակ, սիրուն, լավ ապուր եմ էփել, կեսը մնաց, կեսը կերանք 3 հոգով, ինչ փոքր կացնեմ, չէ, վեր կալ է մարդ կա մենակ կապրի ու սենց մեծ ղազանով ճաշ կեպի, ես չեմ պատկերացնում դա ոնց կարելի է վերջացնել, մի խոսքով, չանդրադառնանք ուրիշներին, զրուցենք մեզանից, ու թեկուզ մակարոնն էլ, ես որ փոխում եմ սննդակարգս, փոխում եմ նաև մակարոններ, այն անգամ, տեսեք, դեռ չեմ էլ սարքել, տանը ունեի, Ամերիկայից ուղարկածնել էր լավ որակի, ու եթե ստեղ Հայաստանում ենք ապրում սրանցից, մեկը սա եմ առել, մյուսը մի ուրիշը, մի խոսքով հերթով չհանեմ, չեմ ուզում, օրինակ առավոտ նախաճաշին, չեմ ասի կդնեմ հաց, պանիր, կարակ,
հաց ընդհանրապես չեմ ուտում, գոնե մի փշուր անգամ լավաշ եմ ուտում, ճիշտ է իրանք նույն խմորն են, նույն բաղադրությունն է, կապ չունի, որ ասում ենք սեռի լավաշ, սպիտակ լավաշ, սև հաց, չգիտես ինչ, խլեպցի, դրանք լրիվ նույն բաներն են, ճիշտը գոնե թթխմորով հացն է, ուղղակի թթխմորի համար էլ ժամանակ է պետք, այս պահը ինձ հարմար չի, որ ես սկսեմ թթխմորը, բայց սկսելու եմ պարտադիր իմ տանը ունենալու եմ թթխմորով հաց, որովհետև ավելի առողջարարու, ավելի որակով է, երեխեք նայում եմ մազերիս, երկար պոչիս ու շատ ուրախանում, իմ նախաճաշը դա է առնում, ճաշը այսօր որ ուտելու ենք, կփորձեմ ցույց տամ առանձին էլ նկարահանեմ, որովհետև էլի է հարցեր շատ լնեմ, Այ երեկոյան արդեն ես երեք այդ ապուրը էփեցի ու չդիմացա, մի սենց փոքր պիալա կերա, ճիշտ է, առանց հաց, առանց լավաշ, որովհետև իրա մեջ կար և կարտոֆիլ, և մակարոն, որ դրանք լրիվ հակասում են մեկը մյուսին, ընդամենը 3 միջին կարտոֆիլ է, 3-4, չեմ էլ հիշի 3-ներ, 4-ներ, բայց 5-րդը հաստատ չկար ու դրանք արդեն այնքան շատ կալորիա ունեին, որ դրա հետ ոչ լավաշ էր պետք, ոչ առավել ևս հաց, կամ ինչ-որ մի բան, սենց որ Ալեքսս դե սուպիկների սիրահար է, ինքը ուտում է սուպիկ, պարտադիր, եթե չեփեմ էլ պահանջում, ասում է մամա ջան, բա մի հատ համով սուպ չէ սեպը, ու մաման ոնց կարա չեփի, այ երեկոյան կողմ, ոչ ամեն օր, գոնե օրու մեջով, կուտեմ ձու, որովհետև իրոք առավոտը, որ այդ իրիկունը ձուն ուտում ես ու առավոտը կանգնում կշերքին չէ, հենց հավեսով տարբերություն է զգացվում, օրդ էլ եթե ճիշտ ես իհարկե դասավորում, չեմ ասում ամեն ինչը սենց ուտես, վերջում էլ 2 ձուն ուտես ու քնես, իհարկե քնելուց քանի ժամ առաջ այդ արդեն ասել եմ, ու բան, սենց կանգնես վայ, տենաս չէ, չկա տենց բան, օրդ եթե ճիշտ ես անում, անհնար է, որ ռեզուլտատը չտեսնես, դա անհնար երևույթ է։ Ինձ Ռուզաննաս գրել էր, որ ես մի ամսումնի հարել եմ 5 կիլո, բրավո, ես դեռ այդ արդյունքը չունեմ, որովհետև չեմ քայլում, այսքանի օրով է կարամ տնից դուրս գա, ստեղ գնա, անտեղ գնա, հնենց թիփի բուկ, բորան, մի խոսքով, շատ եղանակը, ենա իսկը խստաշունչ ձմր է, ժողովուրդ ջան, ես արդեն զգում եմ, որ առանց ջրի չի լինում։ Հիմի առավոտ արթնացել եմ, դեմքս լավ մաքրել, մի հատ հետաքրքիր միջոցով ձեզ էլ ցույց կտամ ու տենում եք արդյունքը ակնհայտ է, որ ասեմ չեք հավատալու, մի անգամ ցույց կտամ, որ իրոք անում եմ, որ տեսնեք դա հենց այդպես էլ կա։ Զուբնոյ պաստենու խոշոր աղը, այսենց սիրուն դեմքդ մաքրում է, բայց այս աղվա մազերը ինձ ուղղակի սպանում է։ Հիմա այսօր ծնողական ժողով ունենք, դե եթե ծնողական ժողով ունես, ոնց կարաս սովորական տեսքով գնաս առավոտ բարի լույսա, մեր մոտ երևի թե այսա ժամը նայեմ ասեմ, մեր մոտ ժամը 10-ն է, ես հենց գիտեմ կես այքես բան, մաման դեռ գործի չէր գնացել, ասում եմ մամ, եթե կոֆե կուզես կիշնես, ներքև հավեսով խմենք, այդ վերևում չեմ հարմարվում դեռ վերևի հետ, որ ճիշտը ասեմ։ Իմ սեղանին, որ նայում եմ, տեսակ ոնց եմ ժպտում, ստեղ գիրքա, իմ մանկության բանաստեղծությունները, ընդեղ ներկիր ինքը տամ, երեք իրիկունը Ալեքսս ինձ շատ ուրախացրեց, ու քանի որ ստեղ տարբեր բանաստեղծություններ են, ամեն տարիքին էլ համապատասխան եկեք թենց ասենք, որովհետև մենք էլ ենք չէ հոգով մանուկ, ուրեմն մեզ էլ համապատասխան,
Ես ականջողերս հենց դնում եմ, ես արդեն վախենում եմ։ Մենք կարդացել ենք, շատ ուրախացել եմ, շատ չափից շատ, էլ նկարել, էլ կարդացել, չգիտեմ, մի տեսակ երևի թե Ալեքսի ծնունդի սպասումներից է, թե ինչից է, ես չգիտեմ, բայց Ալեքսս փոխվել է շատ։ Ստեղ կռեմ պետք է ունենայի։ Բայց մինչև կրեմը մի հատ գոնե սրան նայենք էլի, տենանք ես ինչ էր, որ լիլս ինձ նվիրել էր, չգիտեմ, ցույց տված կլնեմ, անհնարավոր ցույց տված չլնեմ, ոյ, աչկերի բանա, տակի, լավ եք էլի, ում հասկանում, ինչի է սենց դժվար բացը, հա կգա ես, հա, մի հատ մի փոքր առանց կրեմի, ուզում եմ հասկանամ, ես ինչ հա, հենց ստիդակ բանա, սելա, այս աչկերի տակի հատված, բայց ես իրան ենքան շատ եմ վստահում, որ կքսեմ։ Մարին ասել էր ինձ տվել, Մարին այս տվածը 45 պլյուս էր։ Ես ընդ պետք անենք լիլս, հելը կասես տենամ ճիշտ եմ անում, այն օրը երկար բարակ հավեսով խոսում ենք, ասում եմ լիլ բամոտիկ չլեիր, Ալեքսի ծնունդին գայիր ու վստահ եմ էլի, որ կգար, հենց այնպես տեղը չեմ ասում, ճամփեքն էլ ենքան վատ ա, որ մարդ կվախենա, ոտը տնից դուս տնի, մի խոսքով, ես, օպա, տուպնել սենց համ, ես արդեն աղբը կգնա, անցնում եմ իմ ես կրեմից եք էլի շատ ասում, գրել էիք, Wildberries-ից կարանք պատվիրենք, ժողովուրդ, սա իմ համար եկել է Ամերիկայից, ես գիտեք ցույց եմ տալիս, չեմ թաքցնում, ինձ առաջինը ծանոթացրեց այս կրեմին Մանուշակս, հետո ես Անուշիս ասիմ, ինձ ասում է ինչ կուզես, քեզ ինչ ուղարկեմ, ես կոմ են կոմ, ես դե չեմ սիրեմ, վերջը, որ շատ ստիպեց, ասում եմ, այսենց կրեմ կա, ասում անա այդ դա ինձ ծանոթ չի, ասում եմ շատ լավն է, էլի, կսում ես ամենօրյայի համար, հաստատ, տո ամենօրյա, տո տոնական, ինքը շատ լավն է, մի խոսքով առել էր ուղարկել, հետո ինքն էլ էր օգտագործել, ասում եմ մի հատ էլ ես վերցնեմ փորձի համար, տենամ ինչա, եթե դուրս չկա, որ քեզ տամ չես նեղանա, որ օգտագործեմ բացեմ, ասում եմ չէ, չի, էտա օգտագործել էր ու շատ դուրը եկել էր, ասում Մանուշակին կասես, որ ես էլ եմ օգտվում, այն օրն ասել էի, ուրախացել ենք, խոսացել, մի խոսքով էլի, ու հումի սենց պատկերացնում եք առանց խոնավացնողի, առանց ոչ մի բանի, ես իրան սենց կսում եմ, ու իմ համար ինքը իդեալական է, չգիտեմ, միգուցե մարդ լինի, որ իրա դեմքին չգա, ես չեմ կարա ասեմ, բայց որ ընտիրա դրանում ոչ մի խոսք, այս ու մի հատ կրեմը ամբողջովին կարա փոխի քեզ, լույսը ուրիշ ձևի է ցույց տալի կադրան, վախենամ ասեք անոհիտ,
Что за дела? Այս հենց բաններ Աստված ջան եղանակը բացվի էլի խնդրում եմ Ալեքսիս ծնունդին տաք լինի, որ իմ ուզած բաները հերթով կարանամ իրագործեմ ու հուսամ, որ կկարողանամ այս հենց սիրուն հավեսով մի հատ որ շպարվենք թեթևակի ու առանց գուբկի ես ավելի ոնց ասեմ, որ ճիշտ ասեմ, ավելի հարմար է ինձ սենց։ Ուրեմն երեկ գնացի խանութ, ես ընդամենը գնացել էի պանիր առնելու, հետո տվորակ ու կարմիր լոբի, ոնց տեսել եք առել եմ պանիր, հետո ուրիշ լիքը համով բաներ, բայց ոչ տվորակ եմ առել, նույն ինքը կաթնաշոր, գիտեմ ասելու եք տան պայմաններում, իհարկե տնականին ոչինչ չի հասնի, բայց առողջ ապրելակերպի համար 5%-անոցն է, հա, պետք Դրա համար համես պահին կաթի սեզոնը չի, եկեք էդ էլ ասենք, համել պլյուս դրան էլ 5%-անոցն է, ինձ պետք ժողովուրդ ջան, եթե դուք էլ եք օգտագործում, 5%-անոցն օգտագործեք, մալինայի հետ անմահական ընտիր բանը մերքեր չունեմ, ոչ մի տեսակի, մտածում եմ, դե գիտեք ես գնում են որտեղից եմ առնում, որովհետև ընդեղ հարմար է, մերս եկավ, մամաս եկավ Թամար տոտան, Թամար տոտան չէ, մամա ջանը, եկավ սիրուն մամաս, եկավ Թամար տոտան, շատ սուրբ է, շուպիկով, ոնց ասազմ մորը սիրահակին շուպ, մի ուրիշ կարգի սիրունա, մի ուրիշ կարգի, սպասեք կոֆե դնենք, որովհետև մորը ժամերը հաշված են, մամես սրանցով դնեմ, թե են կուջուրը Ուրեմն այստեղ տեսնում եք, որ մամայի հետ սուրճ խմեցինք ու ինքը չուզեց, որ շարունակությունը լինի պահի տակ երևաց ու այդքանով սահմանափակվեց, ես հասկացա, որ էլ պետք չի, դրանից հետո ընկերուհիներս զանգեցին, մի քիչ խոսացինք, ես կողմ են կողմ, բայց ծնողական ժողով ենք գնում, պատրաստվում ենք, չէ, ինչ ես անում, ինչ ես հագնում ու սենց բաներ, աղջկական զրույցներ, պահի տակ դիմահարդարվելուց հետո ասեցի ես տուշն էլ կսեմ, Նարինես շատ լավն է հավանում եմ ու սենց նայում եմ, ասում եմ լավ էլի Անահիտ ջան, թարթիշները սիրուն, երկար, ինքը ասենք Հելենա է, ինչքան է էլի, չէ, երևացող են իմ թարթիչները, սենց կարճ չեն, նոսր չեն, շատ խիտ ու լավն են ու սենց էլի մտքերի մեջ եմ էլի ինգնում, ասում եմ յարապարժ է, չարժ է, բայց եմ ոնց են ասում, ցեցը որ մեջս անգեր, պետքա անեմ, մի գրառում արդեն կարդացի, որ գրել է Կանայք ջան բնականին մոտ արա, նոսր արա, սենց արա, նենց արա, դե փորձում եմ, իրոք անելու եմ, բայց հլա երբ դեռ չգիտեմ, տեսնեմ, թե մերոնք կգան այդ ժամանակ, թե կգնան հետո, հետ չգիտեմ ոնց կլինի, պարզավոր երևի կգնան հետո, որ իրանցով լնեմ, ստեղ իմ նախաճաշն եմ տաքացնում, որ նախաճաշեմ, մամաս առավոտները չի ուտում, թե չես իրով իրար հետ կուտեինք, ահա սիգնալը տվեց, ասում արի ընկերուհի ջան,
նստի նախաճաշի, հետո նոր գնա խանութներով, ջանեմ ասել է, ես ինչ համով հոտ է գալիս, մի խոսքով նախաճաշեմ ու արդեն ընկերուս էլ գա սրճենքում, ինքը սիրում է մեփած կոֆեն, ասում է կոֆեն մարմանդի վրա դիր գալիս Հմի իմ համաքաղաքացիներն ասում են տեն ասեսով է, բայց հլա որ կադրում չի ուզում երևա, մամայի հետ խմել ենք այս պուճուր բաժակներով, սրանք ընքան պուճուր են, սրա կեսն էլ չկա, մենք այս որ գալիս է, ինքն էլ է այս բաժակը սիրում, ունեք ուրեմն սիրելիներս, խնդրեմ ընկերուհուս հետ կոֆե մոֆե անելուց հետո դուս եկանք մենք չքայլեցինք, թարմացանք, ձեռի հետ էլ գնումներ արեցի, Երևանից գնաց դերերս վերջացել էր ու այսենդ մեծ պոպրակ եմ արել ձեռը, եսա որ նայեք ասելու եք Այանահիտ, ինչի դեր պետք, բայց պատկերացրեք, որ պահի տակ մեկ օպա, նենց բաներ ենք առնում, որ ստիպված ենք գլնեմ, որովհետև պահն է թելադրում, այս պահին ուղղակի չեմ ուզում թակագծերը բացել, իմ այս տեղից եմ առել, Երևանից երբ ենք եկել ու հետա վերջացել է, ստելավաշ եմ առել, ստեղ ուրեմն ինչ եմ առել հասկոտ ջան, դրանք թող ստեղ ես իմը չի, ընկերուհունս է, կգլակը վերցնի ու այս իմ ընդհանուր գնումներին ժողովուրդ տվել եմ 6000, չգիտեմ, 6140 դրամ, սկսեցինք, այդ յաշկինով ֆիրման շատ եմ սիրում, բայց չեմ ուտելու, չասեք, վայ, համասում ես, համուտում ես, չէ, ես ուղղակի պահի թելադրանքով առել եմ, հետո եթե հարմար կլինի կասեմ, միած սենց չոկոպայ, այս ֆիրման էլ եմ շատ սիրում, կակաո եմ առել, լավ քաղցրեղանից պրսնենք, միած սենց եմ առել, միած սա եմ վերցրել, տակ, մի հատ էլ սա եմ վերցրել, ուզում յաշկինով, որովհետև լավն է, կապ չունի իմ համար է, թե առավել ևս երեխեքի, պետք է հնարավորինս լավ առնեմ, ինչպես միշտ իմ սիրելի տոնդողը, Անուշ Վիրմայինը շատ եմ հավանում ու նախընտրեմ, ստեղ կարմիր պերեց եմ առել, Էսա խորոված, մորոված Ալեքսիս յոգուրտները, այս էլ իմ յոգուրտները, 5%-անով կաթնաշոր ու լոբուկները ինձ ուղղակի զարմացնում է, մի կիլոգրամ կարմիր լոբին արժե 1830 դրամ, իրանք դելեցնում են, տոպրակների մեջ ու տենց գնում, որ արագ լինի հարմար, ես վերցրել եմ սենց, միած փորձ եմ դուրս գա, մենք սրան իշալոբի ենք ասում, չգիտեմ, միած որ փորձ եմ դուրս գա, արդեն իսկ կերևա, հիմա ինչ եմ անում, քաղցր տոպրակ եմ պատրաստում, ես ամենը հետ վերադարձ եմ անում, երեխեք ջան, քաղցր տոպրակի մեջ ուզում եմ սա էլ ներառեմ, հետո սրանք եմ դնում, խնդրեմ, սենց, չուպսեր մի տեսակ, չգիտեմ, դնեմ թե չէ, սա էլ սենց, սա էլ սենց, այս իմ քաղցր տոպրակը, սիրելիներ ջան,
ուրեմն չեմ սիրում, որ թեկուզ ընկերուհունս աչե, այս գույնի տոպրակի մեջ ուտելիք չեմ սիրում, էլի ճիշտ չի, եկեք փոխեմ, քանի պահնա, այս էլ փոխենք ու գնանք դարշե ուտելիքին մի անգամից ձեռք չեմ տալիս, սիրելիներիս ասեմ, ահա, սենց հմանը, ինչ եղավ հաջորդը, տակ, ճանո ինձ դվեն, էստեղ, սենց, մնացածն էլ ավանց ձեզ, կամ էլ դեղի ավանց ձեզ, ինչ ենք անում, քաղցր տոպրակ, եղի սարքն, սրտիկներ չան, սենց անենք, էսը սենց, ու ես կողքի հետ դասավորենք, որ իշտեղի մեր երեխեքին մի քիչ ուրախացնենք, էլի, այդ էլ ուսում արածիվն է, ուրիշ ոչ մի բան, ահա, սա էլ սենց, Էսել իմ քաղցր տոպրակ, վսյո, միապ տարածքս հավաքում եմ ու խոհանոցային վլոգ անեմ հավեսով, քանի տեսք ստեղնա։ Երեխեք ջան, իմ մոտ օրը շարունակվում եմ, այստեղ այսպես համողություններ եմ պատրաստել, այս կանաչ լոբուց երևի թե ոչ մեկս չենք հոգնում, չէ։ Ես որ ես եմ, շատ սիրում եմ համ կանաչ լոբի, համ հատիկ լոբի, հատիկ լոբով թե ապուրը, նամանավանդ պոչով ապուրը, ենքան լավն է, թե հատիկ լոբու աղցանը, մի խավքով, ամեն ինչն է, շատ սիրում եմ ու էլ ավելի շատ սկսեցի սիրել, երբ իրարել խոհանոցումը, երբ որ իմացա իրա օգտակար հատկությունների մասին, այդ ժամանակ էլ ավելի շատ օգտագործեցի սիրելիներ ջան, ստեղ նաև միս եմ տեսակավորում, էլի նորից Ալեքսս էլ զանգեց, որ ման տանն ես, դասերը պրծել ենք, խեղճերեղ եմ, այս վերջում անընդհատ սթրեսի է ենթարկվում, որովհետև կոլիսապենում ես տանը չէ, ու արդեն աչկը վախել է, խեղճի, ասեցի հա, տանն եմ տղա ջան, արի, երևի թե ռիսկ անեմ, այս անգամ իրան տանը թողամ ու գնամ ծնողական, պես, ստեղ էլ ինչ ունենք, չէ, բայց սա ես ուշանեցի, սա ամեն դեպքան սարցախցիկ դնեմ էլի, այ ենում սիրուն թարլաննա, Yes. Էնում գանձի կտորն է, ասա քու, էնում կյանքի ամենաթանկ բալեն է, Yes. ինչ կարազիս, Ապրիմ ապրիմ բալեն, շատ ապրիմ, տղեն, կյանքիս թանկ, ամենաթանկ է, ոչ թե թանկ,
Գժվեմ քումար, արա։ Այ սիրուն Ալեքս, քո ցավը տանեմ, համով բան է։ Գժվում եմ քո համար, ասա ինչ անեմ։ Ալեքս, կյանքիս ամենաթանկ, կյանքիս ամենասիրուն։ Ջոն, ձեռնեք լվաց, սրտիկս։ Ոչ մեկ ձերքվան չամ։ Լավ է սարել, ապրես։ Դիգրայնը չեմ խպար, քեզ Հա, պարպարը։ ապրես։ Երեխեք ջան, հասունության տարիքա, կռիվ, պատերազմ, մեկ-մեկ։ Իսկ ինքնուն յոյ պասակավ չի խոյես անակն կարամելու։ Վայ, ես մերնեմ քեզ էլ։ Վայ, ես մերնեմ քեզ։ Անակն կա չի խոյես արներու, չէ։ Պրոբլեմ չունես։ Հա, պասակավ եմ Դու ուզում եմ, ինձ որ լսի։ տեցվածում եմ։ Ժողովուրդ, հեռախոսն ունեցանք, լավ արինք, էլ պատստավկով չի խոլ, էլ չգիտեմ ինչով չի խոլ։ Կոշիկներս անեմ, թե գնում են։ Չէ, հանի արևս։ Բայց գնա վերևի, թողեր, գնա վերևա, դամաշնիկներդ, կոշիկներդ վերև, հանի սրտիկ։ Գանձուլակ ջան։ Ու տենց էլ արի, դամաշնիկներդ, բայց Ալեքս, նարդիվան ինձ գուշ էլի ազիս բանը։ Հանգիստ ուշում, հանգիստ էլ չեմ։ Հա, կյանք։ Տեսեք մեքենա չգա, մենակ բուսանցա եկա։ Հա, ապրի ողես մազերս։ Մազը չես ներկեր։ Չէ, դեռ չեմ ներկել։ Դերանը պետք կոշիկներս Տարետ կախի, Հա, բանին ուրա։ բալանին է վերցրու գանձուլակ ջան, երեխեք ստեղ, այս հենց անուշ աղցան եմ սարքել, համով, Ալեքս, առողջ արար, թարմ ու լավ, Ալեքսանդր, ես քեզ բան եմ ասել, բանա, ես սենց, ընդեղ էլ ճաշը կլնի հուսամ, իսրան վերցնեմ, այս սերմերը փորձեցի, մեր իսկական դթումի սերմերն ու սաուր, Դեպի որ չորացրել են համը փոխվել է, ամեն դեպքում ես ըտենց եմ կարծում, չգիտեմ, մի խոսքով, Ես էլ ես սրտիկներ ջան, սրանց տեղավորեմ, ես տեղին կտորները ամեն ուրեք օգտագործում եմ, ամեն ուրեք, ես սեղանս էլ եմ մի հատ լավ տեղին մաքսելու, փայլացնելու, քանի որ ճիշտ է մաքուր է, բայց ինձ սրտի մաքուր չի էլի։ Նարին-դուրին մակրատ չի, կտրոնս պետք չի, սրանք էլ չի պետք, Ալեքսիս տարատեսակ պերերիվները, հլա ես քանի ձևի բաներ եմ առնում, ինչի ես խարես, տեսակ, հետը դնում եմ, որ թեմաների մեջ չընկնենք, երեխեք ջան, բայց թե են լվացած չամիչի պատմությունը լավ գիտենք, դրանք հենց այնպես պատմություններ չեն, ասմա պարավը գիտուն չի իգնում, գլխով անցած առնում, մինույնը մեր մեծերը, իրանք ուրեմն էտ ամեն ընչի մեջով անցել են, չէ, որ ասում են տենց բաներ, ես սենց, ես էլ սենց, ով եք եք, Աբի, դասերը պրծել են, ժողովից եկել եմ ու առիթ ունենք նշելու, այսենց համ սեղան եմ սարքել, այ ես կարակս ուր ընգալ, եկեք ես համովությունը ուտենք, վայել ենք տնական կամպոտ, կարանք մեզ թույլ տանք մի բաժակ գինի խմենք, սա իմ ապսենա, ես ես կանն եմ ուտել,
Բարի ախորժակ, եթե դուք եք հաշտում։ Ուրեմն սիրելիներ ջան, ժամը 6-ն անցա, հələ դուք իմ այս ցծված մազերին շատ չնայեք, որովհետև չգիտեմ ինչ անեմ, բայց այս դրսի պլպլանդուսե կածարերը հաստատ նկատում եք, չէ՞։ Ինչ կարգի դուրս ա եկել, հələ ասեք տեսնեմ էլ ովքեր են այս համովությունները սիրում, այս էլ արդեն երկրորդն ա, որ բացում եմ։ Այս ընթացքը մի քիչ շուշուտ բացեցի, առողջ ապրելակերպում սա էլ ա, գիտեք, չէ, որ չարաշահելը պետք չի, բայց տնականից ու բնականից էլ լավը չկա։ Իրան օրինակի համար ես որ խմեմ, մի քիչ ջուր եմ ավելացնում ու նոր խմեմ, ուրեմն անսպասելի հացկերույթ կազմակերպեցինք, նստեցինք, մի լավ հավեսով հաց կերանք, բայց ընկերովի կոֆե չխմեցինք, այսինքն ստացվեց մի հատ ընկերուհուս հետ եմ խմել, մի հատ մամայիս, ձեր հետ չեմ խմել, ու այնքան էլ հոգեկան սենց խաղը ապրումների մեջ եղամ, ճիշտ է, 5 տարի է, ես գնում եմ ծնողական ժողով, 5 տարի է, ես ինձ համոզում եմ, որ հլա մի հացկերույթից այս ինչ ամանեղենի կույտ եմ ստացել։ 5 տարի է, ես ինձ համոզում եմ, որ Անահիտ, մոռացի, քո ուզած այն լավ գնահատականները ի սկզբանե չի լինելու, չեն էլ եղել։ Ես էլ նենց ստից մտից չեմ ասում էլի, որ հա, սա լավ է, այս կոմ են կոմ, էլի լավ է, փառք Աստծու, ոնց են ասում, այսքանի հույսն չկար, կամաց առաջ խաղացումը կա, բայց ամեն ծնողական գնալուց ես լարվում եմ, չգիտեմ ինչու է այդպես, ասում է Հայաստան ասելիս, ծնկներս ծալվում են, Հայաստան ասելիս, այտերս այրվում են, չգիտեմ ինչու է այդպես, այդ ձևի համեմատական բերեցի, Մինոյնը իմն է, բայց լարվում եմ մի այլ կարգի երեխեք ջան, որովհետև ամեն դեպքում ուզում ես էլի մի լավ բան, մի հավես բան ու այնքան լավ բնութագրեցին իմ Ալեքսին, ուրեմն ամեն մի ուսուցչուհի մտնում է ու երեխեքին բնութագիր տալիս, դա գիտեք, բոլորոդ էլ շատ-շատերդ այդ ամենի միջով անցել եք, սենց ասած էպված մամաներ ու տատիներ եք, շատ-շատերդ էլ իմ նման սենց նոր իմ հետ գալիս եք, ուրեմն որ դասատուն մտնում է, շատ լավ դասատուններ ունենք, շատ լավ դպրոց ունենք, ես ի սկզբանե միշտ էլ ասել եմ, չեմ զլանում էլի կասեմ, բնութագրում են երեխեքին հերթ որ հասնում Ալեքսից, դե ես լուրը մոնցուս ու փուզ նստում եմ, ոչ մի բան չեմ ասում, որովհետև մարդիկ սիրուն ձևով ներկայացնում են ում երեխեն ինչ կարողությունների տերա, ով ոնց է սովորում, վարքով ոնց է պահում, մի խոսքով սենց բաններ, Ալեքս ջան, այդ դիվանն ենքան ես ջռացնում, վայ, ու երբ որ ուրեմն հերթը հասնում էր Ալեքսին, փաստորեն, այս իմ ու ձեր շատ սիրելի Ալեքսը դպրոցում հետ իրա հալքով չի մնում։ Մեկ էլ որ դասատուին, որ դասատուն մտնում է դասարան, նկատում է դուք շատ գեղեցիկ եք, դասատուներն ինձ Ալեքսի բնութագիրն են ասեն, դուք այսօր շատ հաճելի եք հագնվել, ձեր շորը նորա բարով մաշեք, կոմպլիմենտանող Ալեքսը, այդ ձև նկարագրեցին իմ երեխուն, ուսման մեջ չենք փայլում, սենց ասեմ, բայց մարդկության մեջ փառք Աստծու փայլում ենք, իրոք փառք Աստծու, այդ կոմպա, որ ամոթի չգիտեի, կարմրեի, ինչ դեմքիս գույն է այդ պահին, ինձ նենց հետաքրքիր էր, թե ես այդ ինչ գույնի էի, բայց թե էտա,
Ունենք են, ինչ ունենք, պարքաստու, շատ բաների միջով եմ անցել, շատ դաղը պայքարների միջով եմ անցել, այսօր հասել եմ նրան, որ կոմպլիմենտանող Ալեքսի մաման եմ դառել, ու էլի պարքաստու, շնորհակալ եմ մի այլ կարգի, համ իմ բալայից, համ դպրոցի ուսուցչական կազմից, մարդիկ իրանց աշխատանքը տքնաջան ձևով անում են, իմ երեխիս շատ սիրում են, լավ վերաբերվում են, և այո, պետք է նկատողություն անել, թող անեն, բա երեխեն առաջի հերթին կրթվում ա տանը, դրան զուգահեռ էլ դպրոցում, ես դրանից երբևիցե չեմ նեղվել, չեմ էլ նեղվի, որովհետև տենց խիստ նկատողությունների կարիք չեմ ունեցել, փառք Տիրոջը, այդքան բան, լավ հավեսով ժամանակ անցկացրինք, ընքան լավն ա մեր դասարանը, ամեն տարին հենց եմ ասում, ոնց որ մի նոր բան եմ, չէ ասում, բայց հավատացեք, որ իրոք այդպես ա, ճիշտ ա, ասած մեր մեծերին ծառի են ամենագագաթում կարա, չէ, մատանիներս մատերից սնգում եմ, կարա, չէ, մի փդած միրգ լինի, նույնն էլ ամեն տեղ լավն էլ կա, վատն էլ կա, բայց մեր մոտ լավն ենքան շատ ա, որ մյուս բոլոր թերությունները նենց ա փագում, որ ոչ մի բան չի երև իմ ժողովում, այդ տակ ուրախ սվարդ մեր հավեսով եկանք, նստեցինք, ընկերովի հաց կերանք, ու ուզում ենք սուրճներ խմենք, դնել չստացվեց, որովհետև ուրիշ գործեր ունենք, ես էլ էսպես, հիմա օրն ենք լավ բացվեց, տրամադրությունս էլ հետը բացվեց, ուզում եմ տենամ, արդյոք ես այսօր ըլնելու ա, որ մազերս ներկեմ, որ չներկեմ, տնի խայտարակություն, ուզում եմ ներկեմ, որովհետև վաղը արդեն ուրիշ գործեր ունեմ, տեղավոր եմ 2 հոգի ավել տունդ, որ մարդ ա գալիս, մի տեսակ, ոնց որ շփոթության մեջ ընկնես, չէ, ենքան արդեն սովորել եմ, մենք ցերեկը 2-ով, հետո իրիկունը մամաս, ու որ արդեն այդակ, որ ասում եմ, վայ, ամաններս շատ ասում եմ, լավ էլի սրա ինչն ա շատ, են մեծ ընտանիքներ են, ու իրոք տենց ա, օրինակ, որ գնում եմ ռիմատատիկանց տուն, ընդեղի ամանեղենը ֆորստիր գնում, ոչ էլ վերջ, որովհետև ընտանիքը մեծ ա, ամեքը տարբեր ժամի գալիս են, ու արդեն վսյո, գրաֆիկիցը տնգաց ման ես գալի, իհարկե ինչ համովություններ, որ սարքել եմ, ես գիտեք էլի ես տնական մարդ եմ են լուլուլու, լալալա, են ձևական ներկայացումներ տալը չունեմ, գլխից մամայիս համար վերցրել եմ, իմ բնավորությունը տենց հա, եթե ես գիտեմ իմ տանը կա մարդ, ով ես պահին բացակայա մեր սեղանից, ես չեմ սիրում, որ դնեմ սեղան, ու ասեմ, հա դե ոնց լինի տակին կմնա, չէ, չկա նման բան, ես սիրում եմ, որ գլխից հավեսով սիրուն վերցնես, որ դու էլ ինքդ քո խղճի առաջ հանգիստ ու մաքուր լինես, դա նենց լավ զգացողություն ա, որ խոսքերս չի հերիքի բացատրելու,
Ես սենց ժողովուրդ այս գինին գիտեք ինչ գինի է Հիմա տատիկանք որ եկել էին մատաղարին կհիշեք բավոս չեք հիշի լոգները մեն եք տեսել ու մինչև վերջ չհասանք մինչև տակը չհասանք այդ ժամանակից մնացած գինի է ես ինքս խմել տենց բաները չեմ սիրում բայց մեկ հաճույքի համար մի երկու կում կարելի է այդքան մի բան ինչքան գոհեմ այս կտորներից շատ գոհեմ այն նոր բղինձս դրանով էի փայլացել լավն էր դուրս եկավ բարի չէր մազերս էլ զգաց այնքան ասիկանա այդ չի ցավում մազերդ որ տենց բարձր ես կապում չէ 3 կապով որ կապում եմ չէ ու կոֆես եկա բայց որ 4-րդն եմ արդեն կապում այս պահին 4-րդն է կապած ցավացնում ա քեզ հիմա Էսա զանգ իմ ամենամոտ ու լավ հարևանին, թեպետ իմ հարևանները բոլորն էլ լավն են, փառքաստու ես տենց խնդիր չեմ ունեցել, այսքան տարի, էտա չեմ էլ ունենա, հույս ունենամ, կոֆիս, ստեղ ես խոսում եմ ու խոսում, մեկ էլ նկատեմ, որ, քանդեմ էլի սրան, հա, մեկ էլ նկատեմ, որ, Ինչ ես խոսում այ Անահիտ ջան կարող եմ մի հատ սենց ֆոտո անեմ նոր շարունակեմ այս նավարեցինք ֆոտոն արեցինք եկեք մազերիս ոյ արմատները ոնց է ցավում ջան մազեր ջան ոնց եմ սիրում ես իմ երկար մազերը չեք էլ պատկերացնի թե ոնց եմ սիրում Իմ որստություններից մեկն էլ իմ երկար մազերն են ու այնքան խիտ են, հələ ավելի խիտ էին երևի դեպի ես գարուն որ գնում ենք սկսում ա թափել, նոսրանալ տենց էլի մի խոսքով այս սիրուններիս կներկեմ հետո կլվանամ ու ինձանից գոհ կանցնեմ իմ գործերին Աղա արդեն ուրիշ գործողություններ ունեմ պլանավորած, լավա չէ, դեռ վաղը չի եկել, բայց ես հոգուս խորքում արդեն իմ գործերը ունեմ պլանավորած։ Հիմա ասելու եք անա այդ այս սուրճը չէ չարաշահում, մի հատ փոքր բաժակ մամայիս հետ եմ խմել, սենց մի հատ ընկերուհուս, այս էլ երևի թե մինչև վերջ կխմեմ կամ գոնե կեսը։ Որովհետև ուզում էի ձեր հետ էլա չէ պատահել, որ գործերը տանում ես պրսնում, կամ այդ լարված իրավիճակից դուրս ես գալու ու ասում ես վայ մի հատ նստեմ հանգիստ կոֆե խմեմ, այ հիմի մոտ այդ պահն է, նորից եմ ասում, պարզա որ մենք մեդալի ու կարմիր դիպլոմի համար չենք պայքարում, որ անհանգստանա այդ տղես ութ չունի, ես չունի, այն չունի, բայց ես էլ իմ չափով էի էլի անհանգիստ ու անհանգիստ էի մի խոսքով բայց տղան ունեմ աշխարհը չունի ինատասատ ունեմ վայ Ալեք ինքան հետաքրքիր է դե այս տարի առարկաները շատանում են չէ շատ ուսուցչուհիների հետ նոր ես հանդիպում ու մի ուրիշ բանա դպրոցում տեսնես ուղղակի բարևես մի ուրիշ բանա արդեն շփվես իրանց հետ հա կոնտակտի մեջ մտնես ու վերջելի լավ ուսուցչուհիներ իրոք շատ ունենք ես դրանից այնքան եմ ուրախանում ու ոգևորվում որ էլ չափ ու սահման չկա ու հետաքրքիր մի բան դե գնում ենք հավաքվում ենք ասում ենք խոսում ենք այս կողմ են կողմ
ու մեկ էլ ծնողները թեկուզ եւ ուսուցչուհիները sense նայում են ինձ ասում են անայդ մի արել ես թե ինձ հատվում ես ես հենց ուրախ մի քիչ պոպուլացած մեր մեջին ասած ասում եմ հա բա ոչ չեմ նիհարել 5 կիլո նիհարել մտքումս ասում եմ Տեր Աստված այս 5 կրկնապատկվի գոնե ինչ կլինի ու այս ընթաց ես ցրտերի ձների ձնաբքերի պատրվակով ուր գնաս ոնց քայլես հələ ասենք գոնե օրը 5000 քայլ չեմ արել բայց ճիշտը 10000 քայլ անելն է ամեն դեպքում էլի ժողովուրդ լավ ընկերություն է լավ բան է ասում եմ ընկերության հիմնալավը հագուստի նորը ես էլ կավելացնեմ ընկերության մաքրությունն է լավը հագուստին է եւս այդքան մի բան չգիտեմ մաքրությունը ամենտեղ լավ բան է պարզությունը ամենտեղ շատ լավ բան է թափանցիկ գործողությունները ամենտեղ իդեալական անայվում չգիտեմ այսօր մի տեսակ խառն եմ խառը այն կարգի ցուրտ անում որ վախենում եմ գնանք Ալեքսի մոսերը կտրենք sense բան կլինի չէ Ալեքս ջան չէ առավոտը բուկ բորամ քամի փոթորիկ ես մեն ինչ էր տենց բաներ ամենակարևորն եմ մոռացել ասեմ բա չէի ասում Ալեքսին ինչ արիր այն որ գնալ հարևանի տուն ոչ մի խնդիր երբեք չեմ ունեցել չի էլ առաջանա երևի թե բայց այս անգամ ասի թողամ իրան տանը չէ սրտիկս կյանքս թանկս իմ բալեն շատ խելոք մնաց ճիշտ է այդ արանքն պարզ է ես հասկանում եմ ինքը ով պահը բաց չէր թողա կնա երեն ինչ ուզում էր չէ հապա ես գիտեմ բայց մի խոսքով խելոք մենակ սուս ու փուս լուրու մունջ ընթացքում մենակ 2 ժամ ա տևել մեր ծնողական ժողովը չէ ժամ ու կես ես մի անգամ եմ զանգել Ալեքս խելոք ես բահա всё այդքան մի բան սիրելիներիս ասեմ համ ասեցի համ խոսեցի համ էլ սուրճս վերջացրեցի որովհետև իրոք հավեսով սուրճ էի ուզում հիմա զանգ ենք անում ընկերոջը այս դեպքում հարևանուհուս տենամ ինչ կա չկա հարմար է թե հարմար չի պայմանավորվենք մազերս ներկեմ սիրուն այս սպիտակներից ազատվեմ ժամանակավորապես ու տեսնեմ էլ որտեղ ենք մենք իրար հետ հանդիպում եւ ինչ ֆորմատով առայժմ սրտիկ գամձուկ դիչացրում ուրեմն ստեղ հենց ասում եմ դե առայժմ Ալեքսը ինքը երգերն է շատ սիրան ես եթե տանն եմ ու իրան հսկում եմ ինքը երգեր է լսում հիմա ինչ ենք անում մեր ու տղա հավեսով երգ ենք լսում ու կամաց զբաղվենք դասերով